Անկեղծ որ ասեմ, ես անձամբ շատ մեծ ակնկալիքներ չունեմ այն սահմանադրական դատարանից, որը մեծամասամբ ձևավորվել է հենց իշխանության սրտի սահմանադրական դատարանի դատավորներով, բայց ամեն դեպքում կարծում եմ սա այնատյանն է, որ ընդդիմությունը պետք է օգտագործի այս պրոցեսների ժամանակ տեղ գտած բոլոր թերությունները, բացթողումները, բոլոր այն ուղղորդումները, վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակեղծիքները եւ այլը ի հայտ բերելու եւ ամբողջ աշխարհին ի ցույց դնելու, որ Հայաստանում տեղի ունեցել աննախադեպ խայտառակ ընտրություններ։ Երբևէ Հայաստանի Հանրապետությունում չի եղել գեթ մի դեպք, երբ խորհրդարան անցած ուժին զրկեն մանդատներից։ Երբեք Հայաստանում ընտրություններին նախընտրական եւ հետընտրական process-ների ժամանակ այսքան մարդիկ հանիրավի չեն տարել ազատազրկման։ Եվ ամբողջ ընտրական process-ները ամբողջությամբ ուղղորդվել է բիրտ իշխանական ուրեմն ճնշումներով եւ բնականաբար դա վերջում ազդել է նաեւ ընտրական արդյունքների վրա։ Եվ մենք տեսանք արդեն վերջին օր այդ խայտառակ հայտարարությունը, որ դեռ ընտրատեղամասերում հաշվարկ էր գնում եւ մարդամեկը իրեն կարգել էր արդեն որպես նորընտիր վարչապետ։ Եվ ի վերջո միջազգային հանրությունը եւ ամբողջ աշխարհը պետք է տեսնի եւ գնահատի իրավիճակը Հայաստանում ստեղծված եւ մենք մեր բոլորիս պարտքն է եւ քաղաքական գործիչների եւ մեր հասարակ մարդկանց քաղաքացիների, որոնք որ չգիտեմ, այստեղ չեն, բայց հերոստացույցի այն կողմ տեսնում են ինչա կատարվում այստեղ, ի վերջո մենք պետք է գնանք նրան, որ պայքարենք մեր իրավունքների համար եւ տեղ հասցնենք մեր ազդակները միջազգային հանրությանը, որ այս ընտրությունները ոչ լեգիտիմ են, ոչ արդար են, ոչ էլ ընդունելի են մեր հայրենակիցների կողմից։ Ասես միջազգային հանրությունը չի տեսնում այդ ամենը։ Որոշակի առումով ինֆորմացիա ունի, բայց նաև մեր պարտքն է, որպեսզի էլ ավելի ասենք ինչքան որ պետք է ասենք, խոսենք սրա մասին, օգտագործվեն բոլոր գործիքակազմերը, տարբեր միջազգային ատյաններում, տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ կլինի, պատկան մարմիններ կլինի, որպեսզի մենք կարողանանք ավելին պահանջենք եւ ի վերջո հասնենք նրան, որ այդ կույր ձևանալը կամ համր ձևանալը ի վերջո այդ արատավոր պրակտիկային վերջ դրվի։ Իհարկե իրենք էլ ունեն ինֆորմացիա Հայաստանից ինչա կատարվում, բայց նաև մեր ճնշմամբ այդ ամեն ինչը պետք է լինի։ Մենք բոլոր օրինական մեթոդներով պետք է կարողանանք այդ ճնշումը գործադրենք եւ ի վերջո հասնենք դրան, կրկնում եմ, որ Հայաստանում այն ընտրությունից խայտառակ ընտրությունները, որ տեղի ունեցել չեղարկվեն եւ իրապես ընտրությունները անցնեն ազատ, արդար, թափանցիկ սկզբունքներով։ Այս իշխանության օրոք դա հավանական կամ հնարավոր համարում եք, որ ընտրությունները կանցկացվեն։ Իհարկե իշխանությունը ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա, բայց եթե իմ խորին համոզմամբ, եթե մեր ժողովուրդը ոտքի կանգնի եւ ի վերջո պահանջատեր լինի, իշխանություններն էլ հենց ճնշումը զգում են, տեղի են տալի, այսինքն մեծ ճնշումը կարա հանգեցնի նրան, որպեսզի տեղի ունենան ընտրություններ եւ այդ ընտրություններին ոչ թե տեղի ունենան Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ընտրություններ, այլ ինքը չպետք է մասնակցի այդ process-ին, այսինքն այն իշխանական բուրգը, որ կա, որ վերից վար այդ մարդիկ ցուցակներում տարբեր տեղեր դասավորված եւ ի վերջո այդ վարչական ռեսուրսի ճնշմամբ նաեւ ազդում են ընտրական process-ները, այս խայտառակ պատկերը պետք է վերացվի եւ իրապես ազատ մրցակցային դաշտ ստեղծվի եւ ես համոզված եմ, որ ազատ մրցակցային դաշտ ստեղծելու պարագայում Նիկոլ Փաշինյանը խորհրդարան անցնելու անգամ շանս չի ունենա, եթե վերցնեն իրենց շատ փոքր խումբ է մնում, էլի։ Այն մնացածը վարչական ռեսուրսների չարաշահում, տոտալ ընտրակեղծիքներ, բռնաճնշումներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Պարոն Դանիելյան, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ինչով էր խանգարում իշխանությանը։ Եթե ձեր պնդմամբ կեղծիքներ են եղել։ Նախ իշխանություն, ինչ էր ասում իշխանության ներկայացուցիչը, ասում էր, որ եթե ես սահմանադրական մեծամասնություն չստանամ, սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ։ Այսինքն աղետաբերը նորից մեկ անգամ էլի ազդարարում էր նոր աղետների մասին։
Եթե սահմանադրական ինքը սահմանադրական մեծամասնություն չստացավ։ Հաջորդ իր հարվածը, որ նաև իրեն մղեց դրթեց այս ապօրինի գործի, որը հետագայում նաև նոր քրեական գործի նյութ դառնալու իշխանապողությունից հետո ասեց, որ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության պարագայում պիտի խորհրդարան չանցնի։ Եվ դա ինչի համար է պետք, որովհետև բացի այն, որ ինքը զրկվում էր սահմանադրական մեծամասնությունից, ինքը դատախազ նշանակելու, միբ նշանակելու, դատավորներ նշանակելու եւ սենց պաշտոնների նշանակելու խնդիրներ այսինքն իր միանձնյա բրգաձև իշխանությունը արդեն սասանվում է եւ երերում է եւ երկար քաղաքական կյանք չի ունենում։ Եվ բնականաբար իրեն պետք է այն կոստյումը, որը ինքը ժամանակին քննադատում էր այդ կոստյումի առկայությունը, սուպերվարչապետության ինքը այդ կոստյումը հագել է եւ միահեծան միանձնյա ինքը փորձելու է շարունակի Հայաստանի Հանրապետության ղեկը հենց այդ մեթոդներով այն դրա մասին ինքը բազմաթիվ անգամներ հայտարարում էր, որ դա իր համար անընդունելի է երրորդ ժամկետի գնալը, անընդունելի է սուպերվարչապետությունը, խոսում էր իշխանության հակակշիռների փոխզսպման մեխանիզմների մասին, բայց այսօր տեսնում ենք այդ նույն մարդը դարել է ավտորիտար բռնապետ։